Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Իսկ դուք գիտեիք, որ այնինչ կատարվում է մեր ուղեղում, անդրադառնում է աղիքի աշխատանքի վրա։ Օրինակ, սթրեսից կարող են աղիները չգործել կամ գործել ավելի շատ։ Երբ որ մենք ունենում ենք որոշակի տագնապայնություն, դեպրեսիվ մտքեր, ստրես, գերհոգնածություն, գերզբաղվածություն եւ բավականին շատ այլ ֆակտորներ, այս ամենը կարող են ուղղակիորեն ազդել մեր մարսողական համակարգի վրա եւ առաջացնել այնտեղ սիմպտոմներ։ Մարդ կարող է ունենալ փքվածություն կամ փորկապություն, բայց չիմանալ, որ ունի գրգռված աղու համախտանիշ եւ այս հիվանդությունների համար նախատեսված դեղերը չեն օգնի։ Ախտանշաններ, որոնք հուշում են, որ մարդու մոտ կա գրգռված աղու համախտանիշ։ Առաջին հերթին ցավ, որը պարտադիր է գրգռված աղու համախտանիշը ախտորոշելու համար, եւ ցավը ուղեկցվում է մարսողական սիմպտոմներով։ Low FODMAP սննդակարգի մասին խոսենք, որի մասնագիտական որակավորումը դուք ունեք բժշկուհի, ինչ է այն իրենից ներկայացնում եւ արդյոք բոլորին է նշանակվում, ովքեր ունեն գրգռված աղու համախտանիշ։ Low FODMAP սննդակարգը հրաշալի միջոց է իհարկե, որը օգտագործում ենք։ Բացամթերքը այս պարագայում գրգռված աղու համախտանիշի պարագայում առաջացնում է սիմպտոմներ ոչ թե գլյուտենի պատճառով, որտեղ գլյուտենը սպիտակուց է, այլ ֆրուկտան կոչվող նյութի պատճառով, որը արդեն ածխաջուր է, այդ FODMAP-ն է, բարձր FODMAP-ն է, ու հանելով հացամթերքները իրենք կարծում են թե գլյուտենը հանեցին, բայց գլյուտենի հետ միասին իրական ֆրուկտանը հանեցին ու արդյունքում իրենց սիմպտոմները պակասեցին։ Յոգայի ժամանակ իհարկե բացի շնչառական վարժությունից նաև վարժությունը այնքան մեղմ են ու այնքան հանգիստ են, որ մարդու գերլարվածությունը եւս իջնում է, դրա ֆոնին նրանք եւս ունենում են որոշակի դրական արդյունքներ։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ։ Իսկ դուք գիտեիք, որ այնինչ կատարվում է մեր ուղեղում, անդրադառնում է աղիքի աշխատանքի վրա։ Օրինակ, սթրեսից կարող են աղիները չգործել կամ գործել ավելի շատ, փքվածություն, ցավեր առաջացնել։ Ուղեղ, աղիք, առանցք հիվանդության մասին ենք այսօր զրուցելու, որը կոչվում է գրգռված աղու համախտանիշ։ Կզրուցենք գաստրոենտերոլոգ Լուսի Հովակիմյանի հետ։ Ողջույն Լուսի։ Ողջույն։ Երևի ձեզանից լավ ոչ ոք չի կարող խոսել այս հիվանդության մասին։ Դուք եւ գաստրոենտերոլոգ եք եւ մարդ, ով ունի գրգռված աղու համախտանիշ։ Լուսի, հիմա ասենք, ինչպես է մեր ուղեղը կապված մարսողական համակարգի աշխատանքի հետ։ Իրականում մեր ուղեղը շատ կապված է մարսողական համակարգի հետ եւ հակառակը, ու որպեսզի պատկերացնենք, մենք գիտենք, հա, որ մեր ուղեղը կառավարում է մարսողական համակարգը, որպեսզի այն շարժվի adekvat ձևով, մարսողությունը տեղի ունենա, բայց նույնը տեղի ունենում նաեւ հակառակը, այսինքն մեր մարսողական համակարգը եւս մեծ ազդեցություն ունի մեր ուղեղի վրա։ Եվ երբ որ մենք ունենում ենք որոշակի տագնապայնություն, դեպրեսիվ մտքեր, ստրես, գերհոգնածություն, գերզբաղվածություն եւ բավականին շատ այլ ֆակտորներ, այս ամենը կարող են ուղղակիորեն ազդել մեր մարսողական համակարգի վրա եւ առաջացնել այնտեղ սիմպտոմներ, որոնք ռեալ են, եւ այդ սիմպտոմները եւս ազդեցություն ունեն մեր ուղեղի վրա ու ավելի են խորացնում այս process-ը, որովհետեւ մարդու մոտ սկսում են մտքեր առաջանալ, միգուցե ես լուրջ խնդիր ունեմ, միգուցե այս բժիշկը ում մոտ գնացի չկարողացավ ինձ ճիշտ ախտորոշել, ու այս վատ նեգատիվ մտքերը ավելի են խորացնում այս process-ը ու այսպես արատավոր օղակ է ձևավորվում։ Այսինքն մարդ կարող է ունենալ փքվածություն կամ փորկապություն, բայց չիմանալ, որ ունի գրգռված աղու համախտանիշ եւ այս հիվանդությունների համար նախատեսված դեղերը չեն օգնի։ Այո, գրգռված աղու համախտանիշով պացիենտները ունենում են արտահայտված սիմպտոմներ, առաջին հերթին ցավ եւ աղիների գործունեության խանգարում, լուծ կամ փորկապություն։ Փքվածությունը եւս կարող է լինել, կարող է չլինել, այսինքն պարտադիր պայման չէ, հա, կրիտերիա չէ ախտորոշման համար, բայց իհարկե նրանք չեն իմանում, որ գրգռված աղու համախտանիշ է, այլ ընդհակառակը մտածում են, որ որևէ լուրջ օրգանական խնդիր ունեն, օրինակ խոց կամ աղիների բորբոքային հիվանդություն եւ իրենց բոլոր այդ սիմպտոմները պայմանավորված են դրանցով, բայց հետազոտություններ են անում որոշակի էնդոսկոպիկ կլինի թե այլ շրջանցող ոչ ինվազիվ հետազոտություններ, հասկանում ենք, որ տվյալ մարդու մոտ որևէ բորբոքային խնդրի հետ մենք գործ չունենք։ Այս պարագայում մենք հանգում ենք այն եզրակացությանը, որ կա գրգռված աղու համախտանիշ։ Եվ մեկ բան էլ շեշտեմ, որ լինում են նաև դեպքեր, երբ որ մենք հետազոտությունների արդյունքում գտնում ենք որոշակի օրգանական խնդիրներ, բայց դրանք այնքան արտահայտված չեն, որ կարող են նմանատիպ սիմպտոմների բերել։ Օրինակ, գտնում ենք գաստրիտ, որը չէր կարող իրենց ցավերի, լուծի, փորկապության պատճառը հանդիսանալ։ Այսինքն մեկը մյուսին չի բացառում։
Այսինքն սովորական սթրեսը, անհանգստությունը կարող է գրգռել աղիները, գործունեությունը խաթարել, դա արտահայտվի փորկապությամբ, փորլուծությամբ եւ ուժգին ցավերով։ Ցավը ամենակարևոր սիմպտոմն է, որը հենց գրգռված աղու համախտանիշի ժամանակ դրսևորվում է։ Նաեւ այդ նույն սթրեսը բոլորի մոտ կա, գիտենք, սթրեսային կյանքով ենք ապրում, բայց ոչ բոլորի մոտ է ի հայտ գալիս գրգռված աղու համախտանիշ։ Սա ինչով է պայմանավորված։ Սա այն հարցն է, որը պացիենտները մեզ միշտ տալիս են, ասում են, բայց բոլորս ենք մենք ստրեսի մեջ, ինչի է հենց իմ մոտ արտահայտվել, այս հարցի պատասխանը իրականում շատ գլոբալ մեծ է ինքը, որտեղ մենք չենք կարող ասել կոնկրետ ինչու հենց այդ մարդու մոտ առաջացավ, բայց հիմնականում տվյալ մարդկանց մոտ, եթե հետ գնանք իրենց պատմությունում, եղել է որևէ դեպք, օրինակ կարող է լինել որևէ աղիքային ինֆեկցիա, որից հետո առաջացել է այդ գերզգայունությունը մարսողական համակարգի, կամ կարող է լինել որոշակի ինֆեկցիա եւ բակտերիալ եւ վիրուսային, հա, կարող է լինել մանկական որևէ տրավմա, որից հետո առաջացել են այս գերզգայունության սիմպտոմները, բայց դրանք դրսևորվում են կյանքի ավելի ուշ փուլերում, այսինքն այնպես չի, հա, որ բոլորիս մոտ պետք է պարտադիր այդ ֆունկցիոնալ խանգարումները ու հատկապես գրգռված աղամախտանիշ առաջանա, որևէ սկզբնական կետ է պետք, որից հետո զարգացել է այդ գերզգայունությունը ու դրսևորվում է ավելի ուշ տարիքում որպես գրգռված աղիք։ Ճիշտ է, մենք նշեցինք, բայց ավելի ամբողջական ասենք, հա, ախտանշաններ, որոնք հուշում են, որ մարդու մոտ կա գրգռված աղու համախտանիշ։ Առաջին հերթին ցավ, որը պարտադիր է գրգռված աղու համախտանիշը ախտորոշելու համար, եւ ցավը ուղեկցվում է մարսողական սիմպտոմներով կամ կղանքի ձևի փոփոխությամբ, այսինքն թույլ կղանք, հա, պինդ կղանք, կամ հաճախականության փոփոխությամբ, փորկապություն, այսինքն շաբաթական 3 անգամից պակաս է գործում, կամ փորլուծություն, երբ որ օրական 3 անգամից ավել է գործում եւ մյուս կարևոր բանը, որ ժխտվում են օրգանական խնդիրներ, օրինակ աղիների բորբոքային հիվանդությունը։ Այս պացիենտները կարող են ունենալ տագնապի զգացողություն, հոգեհուզական, շատ զգայուն արտահայտված ֆոն։ Այո, ունենում են հիմնականում տագնապայնություն, որը ազդում է մարսողական համակարգի վրա, տրիգեր է հանդիսանում, որ սիմպտոմները դրսևորվեն, բայց այդ սիմպտոմները ավելի են խորացնում այդ տագնապը ու արդյունքում այդ արատավոր օղակը նորից կրկնվում է։ Ինչ մեխանիզմներով կամ չափորոշիչներով եք դուք ախտորոշում հիվանդությունը բժշկուի։ Ախտորոշումը դրվում է համապատասխան հռոմ 4 ախտորոշիչ չափորոշիչների եւ 2016 թվականին է հռոմ 4 ախտորոշիչ կրիտերիաները դուրս եկել։ Հիմա 2026 թվականին սպասում ենք հռոմ 5-րդ արդեն հռոմ 5-րդ ախտորոշիչ չափորոշիչներին, որտեղ գրգռված աղու հետ կապված որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունենալու։ Իսկ ինչ բուժում է նշանակվում, եթե դիագնոզը դրվում է որպես գրգռված աղու համախտանիշ։ Շատ մուլտիդիսցիպլինար մոտեցում է պահանջում այս խնդիրը։ Առաջին հերթին իհարկե գաստրոենտերոլոգ, որը սկզբնական շրջանում փորձում ենք սիմպտոմների որոշակի մեղմացման հասնել։ Երկրորդը հոգեթերապևտների աջակցություն եւս անհրաժեշտ է լինում, երբեմն նույնիսկ հոգեբույժների, քանզի այս պարագայում կարիք է լինում այնպիսի դեղորայք օգտագործելու, որոնք մենք մեր մասնագիտական դաշտում անվանում ենք նեյրոմոդուլյատորներ, բայց ժողովրդական լեզվով ասած անտիդեպրեսանտներ, հակադեպրեսանտներ։ Իհարկե հակադեպրեսանտերի հետ կապված մեր պացիենտները շատ սկեպտիկ վերաբերմունք ունեն եւ շատ են ստերեոտիպերը, բայց սովորաբար երբ որ բացատրում ենք ինչի համար ենք դա նշանակում եւ ինչ դոզաների մասին է խոսքը, հա, այսինքն ցածր դոզաների մասին է խոսքը, սովորաբար նրանք արդեն կարողանում են համակերպվել այդ մտքի հետ ու օգտագործել անտիդեպրեսանտները։ Ինչ է իրենից ներկայացնում սննդակարգային վերլուծությունը, որ այս դեպքում արվում է, երբ մարդու մոտ հայտնաբերվում է գրգռված աղու համախտանիշ։ Սննդաբանական իհարկե խորհրդատվությունը շատ կարևոր է եւս, որտեղ կախված թե որ տիպով է մարդու մոտ գրգռված աղին փորկապությամբ թե փորլուծությամբ մեր վարվելակերպը տարբեր է լինում։ Եթե օրինակ փորկապության ենթատիպով է, պարտադիր ավելացվում են բջջանյութը տվյալ մարդու կյանք, բայց հատկապես շեշտը դրվում է այն բջջանյութի վրա, որը չի առաջացնի իր մոտ արտահայտված փքվածություն ու ցավ։ Փորլուծության պարագայում մենք վերանայում ենք եւ փորձում ենք գտնել այն տրիգեր հանդիսացող մթերքները ու հատկապես դրանք բջջանյութով հարուստ մթերքներն են իրում, որոնք կարող են առաջացնել փորլուծություն եւ դրանք ժամանակավորապես հեռացնում ենք իրենց կյանքից։ Այսինքն շատ կարեւոր է մանրակրկիտ տվյալ պացիենտի սննդային օրագիրը նայել, սննդային օրագիրը վերլուծել ու հասկանալ թե ինչ խորհուրդներ կարող ենք տվյալ մարդուն տալ։ Low FODMAP սննդակարգի մասին խոսենք, որի մասնագիտական որակավորումը դուք ունեք բժշկուհի։ Ինչ է այն
այն իրենից ներկայացնում եւ արդյոք բոլորին է նշանակվում, ովքեր ունեն գրգռվածաղու համախտանիշ։ Low FODMAP սննդակարգը հրաշալի միջոց է իհարկե, որը օգտագործում ենք եւ ես հատկապես շատ եմ օգտագործում իմ պրակտիկայում։ Շատ կարեւոր է ասել, որ սա ամեն մեկի համար չի։ Ոչ բոլորն են, որ օգտվում են Low FODMAP սննդակարգից։ Շատ կարեւոր է, որ ուշադիր լինենք, եթե մարդը ունի սննդային վարքի խանգարում վաղ սննդից, նմանատիպ պարագաներում ոչ մի պարագայում Low FODMAP-ը չենք իրականացնում, որովհետեւ Low FODMAP-ի ժամանակ մենք բացառում ենք մի ամբողջական մի քանի խումբ մթերքներ եւ եթե տվյալ մարդը ունի արդեն իսկ սննդի հետ կապված որոշակի խնդիրներ, եթե մենք մի քիչ ենք բացառում իր սննդակարգից, բնականաբար ավելի կարող ենք խորացնել process-ը։ Իսկ Low FODMAP-ը ինքը հապավում է, որը չեմ բացի այս պահին, որտեղ շատ երկար եւ բարձ բառեր եմ օգտագործելու, կարճ ասեմ, դրանք ածխաջրերի խումբն են, որոնք մեր մարսողական համակարգի վերին հատվածում չեն ներծծվում, չեն մարսվում, հասնում են հաստաղի, այնտեղ մետաբոլիզվում են, մեր նյութափոխանակվում են, այսպես ասած, մեր բակտերիաների կողմից եւ այն մարդիկ, ովքեր որ ունեն արդեն իսկ գերզգայուն մարսողական համակարգ, առաջացնում են սիմպտոմներ, հա։ Մենք այդ Low FODMAP դիետայի ժամանակ 3 փուլով ենք գնում։ Առաջին փուլում հեռացնում ենք բոլոր բարձր FODMAP պարունակող մթերքները, երկրորդ փուլում արդեն սկսում ենք կամած խումբ ավելացնել այդ մթերքները ու հասկանալ թե կոնկրետ որ խումբ մթերքներից առաջացավ տվյալ մարդու մոտ սիմպտոմները եւ երրորդ փուլում արդեն անհատականացումն է, երբ որ կոնկրետ կազմում ենք տվյալ մարդու համար սննդակարգ, որ ինքը գիտի որոնք են ապահով մթերքները իր համար ու բավականին իրականում բազմազան է դառնում իրեն սննդակարգը ի տարբերություն ելակետային սննդակարգի։ Այստեղ երևի պիտի անդրադառնանք լակտոզայի նկատմամբ անտանելիություն ունեցող պացիենտներին կամ գլյուտենի նկատմամբ, հա, կարող է իրենք չիմանան եւ հեռացնելով օրինակ կաթնամթերքը կամ հացաբուլկեղենը սպիտակալուրից պատրաստված ցանկացած մթերք ավելի մարսողակցության վրա դրական անդրադարձ լինի։ Այո, կան նմանատիպ բան եւ լակտոզան իհարկե տրիգեր է հանդիսանում նմանատիպ պարագայում փքվածության եւ լուծի է բերում իհարկե որոշ պացիենտների դեպքում այս պարագայում կաթը հանում ենք սննդակարգից, իսկ ինչ վերաբերվում է հացամթերքին, հացամթերքը այս պարագայում գրգռված աղամախտանիշի պարագայում առաջացնում է սիմպտոմներ ոչ թե գլյուտենի պատճառով, որտեղ գլյուտենը սպիտակուց է, այլ ֆրուկտան կոչվող նյութի պատճառով, որը արդեն ածխաջուր է, այդ FODMAP-ն է, բարձր FODMAP-ն է ու հանելով հացամթերքները իրենք կարծում են թե գլյուտենը հանեցին, բայց գլյուտենի հետ միասին իրական ֆրուկտանը հանեցին ու արդյունքում իրենց սիմպտոմները պակասեցին։ Հրաշալի։ Ինչպես է բուժվում հիվանդությունը, գրգռված աղու համախտանիշ հիվանդությունը, թե այն պետք է կառավարելի դարձնել, կարող է կրկնվել։ Սա եւս մի հարց է, որը շատ հուզում է մեր պացիենտներին։ Բարեբախտաբար մենք կարողանում ենք հասնել հիվանդության վերահսկմանը, այսինքն մենք կարող ենք նույնիսկ տարիներով հասնել գրգռված աղամախտանիշի ռեմիսիա ասվածին, այսինքն պացիենտը բացարձակ որևէ սիմպտոմ չունենա, բայց մինչև դրան հասնելը իրականում ահռելի աշխատանք ենք տանում եւ գաստրոենտերոլոգը, եւ սննդաբանը, եւ հոգեթերապևտը, եւ պացիենտը իհարկե, որովհետեւ գրգռված աղամախտանիշ ունենալու պարագայում պացիենտը ինքը իր օրգանիզմը շատ լավ պետք է ճանաչի, գտնի որոնք են իր համար տրիգերները։ Օրինակ, եթե որոշ շրջան ռեմիսիայի մեջ է եւ ինչ որ սրացման էպիզոդ է ունենում, պետքա մի քայլ հետ գնալ ու տեսնել թե ինչը այն չեղավ կյանքում։ Միգուցե ավելի շատ սկսեց աշխատել, ինչ որ ստրեսային իրավիճակ եղավ իր կյանքում, կամ սննդակարգում ավելացրեց շատ խառը, հա, մթերքներ։ Այս պարագայում իրենք արդեն իսկ ինքնուրույն կարողանում են շտկել իրավիճակը եւ նորից հասնել ռեմիսիայի, այսինքն մեր նպատակը սովորեցնել պացիենտին ոնց ինքը կառավարի իր հիվանդությունը ու ոնց ապրի դրա հետ առանց որևէ ինչ-որ մեծ տանջանք իրականացնելու։ Շատ լավ։ Իսկ ինչ նոր խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ գրգռված աղու համախտանիշը ճիշտ չախտորոշելու կամ չկառավարելու դեպքում։ Եթե շատ երկար տարիներ գրգռված աղու համախտանիշ է պացիենտը ունենում, սովորաբար նրանք շատ տարբեր բժիշկների մոտ են լինում եւ այդպես էլ չեն ունենում իրենց հարցի պատասխանը, իրենց չի դրվում այդ ախտորոշումը եւ նրանց հետ այսպես ասած ճիշտ պատշաճ չեն վարում, հա, այդ պացիենտներին, կամ միգուցե այս կետն էլ ասեմ, որ պացիենտը երբեմն ինքը չի ցանկանում, հա, օրինակ հակադեպրեսանտ խմել, հոգեթերապիայի գնալ, նմանատիպ պարագայում խնդիրը էլ ավելի է խորանում, այսինքն այս պարագայում մենք ոչ թե նոր ինչ որ օրգանական խնդիր է պացիենտը ձեռք բերում, այլ իր խնդիրը դառնում է շատ ավելի քրոնիկ ու շատ ավելի դժվար կառավարելի։ Սա է խնդիրը, այսինքն իր տագնապայնությունն էլ է ավելի ավելանում, միգուցե նույնիսկ հասնեն այն կետի, որ նույնիսկ տնից ընդհանրապես ինքը դուրս չգա, այսինքն
բուն իր կյանքի որակը ել ավելի է վատանում։ Իսկ ինչ կասեք այն դեղորայքների մասին, որոնք խմում են նման դեպքերում, չիմանալով, որ ունեն գրգռված աղոհամախտանիշ կամ իմանալով, չգիտեմ, դիկլոֆենակ, օմեպրազոլ, միզիմ, սրանք կարող են օգնել, թե խանգարել։ Բավականին շատ դեղորայք, որը իրենք կարողանում են գնել եւ օգտագործել, ուղղակի սիմպտոմի գլխին ծեծող դեղորայք են հանդիսանում, բայց ոչ վերջնական բուժում։ Այսինքն կարող են սիմպտոմները թուլանալ, բայց նաև կարող են ոչ մի արդյունք էլ չտալ եւ չբուժել ամեն դեպքում։ Այո։ Այսինքն նստել, սպասել, որ հիմա կանցնի, սալորաչիր ուտել, կեֆիր խմել, ոչ չի անցնելու։ Դրանք ուղղակի կօգնեն որոշակի սիմպտոմների լավացմանը, բայց առաջին հերթին պետք է պատկերացնել, մարդը պետք է պատկերացնի ինչ խնդրի հետ գործ ունի։ Մենք ունենք հոգեբանական խնդրի հետ գործ, հետեւաբար, ասում են շնչառական վարժությունները կօգնեն, ճիշտ է, յոգան։ Այո, իդեպ յոգայի դեպքում նույնիսկ ուղեցույցային խորհուրդ է, հա, ռեկոմենդացիա է յոգան ավելացնելը, որովհետև շնչառական վարժությունները շատ մեծ ազդեցություն ունեն, դրական ազդեցություն են փքվածության վրա, եւ յոգայի ժամանակ իհարկե բացի շնչառական վարժություններից նաև վարժությունը այնքան մեղմ են ու այնքան հանգիստ են, որ մարդու գերլարվածությունը եւս իջնում է, դրա ֆոնին նրանք եւս ունենում են որոշակի դրական արդյունքներ։ Ջրի գործոնի մասին, հա, ջուր խմելը կարևոր է այսպես գրգռված աղոհամախտանիշի դեպքում, ինչ ջուր խմել եւ պատահել է շատերի մոտ, ասում են, երբ տեղից տեղ եմ տեղափոխվում, ջուրս փոխվում է, աղիներս կապվում են կամ եւ չեն խմում առհասարակ, որն է ճիշտ։ Իրականում ջուրը ընդհանրապես մեր օրգանիզմին է շատ պետք, ընդհանուր ասեմ 1.5-ից 2 լիտր ցանկալի է, իհարկե կախված շոկ է ավելի շատ, մարզվում ենք ավելի շատ, ցուրտ պայմաններ է միգուցե 1.5 լիտր արդեն բավարար լինի, բայց ջուր միշտ է անհրաժեշտ։ Իսկ այն, որ օրինակ վայրից վայր են փոխվում, ասում են ջուրը փոխվել է, իրականում ջուրը փոխվելը չի բերում փորկապության, այլ իրենց հոգեբանական միգուցե փոփոխությունը, հա, մի տեղից մյուս տեղը, իդեպ դրական էմոցիաները եւս կարող են բերել փորկապության, այնպես չի, որ միայն բացասականը պետք է բերի փորկապության, եւ իհարկե սննդի փոփոխությունը եւ հաշվի առնենք նաեւ, օրինակ, եթե մեծ տարածություններ են գնում, օրինակ Հայաստանից գնում են Ամերիկա, հա, այնտեղ ժամային փոփոխությունը եւս կարող է բերել դրան, այսինքն գլոբալ օրգանիզմի մի փոքր ավելի շատ ստրեսային իրավիճակն է բերում, հա, փորկապության, ոչ թե ջուրը։ Շատ լավ։ Ջրի փոփոխություն։ Եվ ամփոփենք Լուսի, դուք գաստրոենտերոլոգ եք, մարդ ով ունի գրգռված աղոհամախտանիշ, բայց ապրում եւ աշխատում, ճամփորդում եք այս հիվանդության հետ, ինչպես օգնենք մարդկանց ձեր խորհուրդները։ Առաջին հերթին շատ կարևոր է ընդունել դիագնոզը։ Այսինքն ես եւս իմ պացիենտների նման ես ինքս անցել եմ այդ բոլոր փուլերով։ Սկզբից չենք հավատում, որ նմանատիպ խնդիր է, այնուհետև հետո զոթվում ենք ու համոզվում ենք։ Դրանից հետո իմ դեպքում ես որոշակի ժամանակ այսպես ասած տանջվեցի, մինչև ի վերջո հասա այն կետին, որ հակադեպրեսանտներ եւ հոգեթերապիան դա լավագույն լուծումն է տալու եւ ինչպես տեսնում եք, ես նորմալ հիմա նստած եմ եւ փառք Աստծո ռեմիսիայի մեջ եմ։ Եվ շատ կարեւոր է, որ այս ընթացքում իրոք ճանաչեք ձեր օրգանիզմը, ձեր մտքերը, ձեր հիվանդությունը, այդ շատ կարևոր է եւ ճամփորդելու ժամանակ էլ, եթե վախեր կա, լարվածություն կա, որ մի բան այն չեմ ուտի, կսկսվի իմ մոտ նորից գրգռված աղոհամախտանիշը դրսևորվել, այս պարագայում օրինակ ես իմ պացիենտներին խորհուրդ եմ տալիս, եթե ճամփորդելու եք ու համոզված չեք, որ լավ եք լինելու, որպես սննդակար կարող եք ընտրել low FODMAP-ը շատ կարճ ժամանակով։ Այսինքն 1-2 շաբաթ է փորձենք low FODMAP, որպեսզի ավելի հանգիստ լինենք։ Եվ իհարկե ֆիքսվենք դրական էմոցիաների վրա, որովհետև ճամփորդությունը միշտ դրական էմոցիա է բերում։ Շնորհակալություն Լուսի, կարևոր ինֆորմացիայի համար։ Մենք զրուցում ենք գաստրոենտերոլոգ Լուսի Հովակիմյանի հետ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, որն օգնում է լինել պաշտպանված եւ առողջ։ Հետևեք մեր թողարկումներին, կարևորը բաց չթողնելու համար։ Շնորհակալություն նաեւ Հովակիմյան էսթետիկ կենտրոնին, որն օգնում է լինել ինձ միշտ գեղեցիկ եւ երիտասարդ։ Վստահեք մասնագետներին։ Հովակիմյան էսթետիկ կենտրոն իմ գեղեցկության հասցեն։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական հանդիպումների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։